Թեղուտի պաշտպանության խումբը կրկին դիմել է Օրհուսի համապատասխանության կոմիտե։ Խումբը շարունակում է հայտարարել, որ Հայաստանի կառավարությունը ոչ միայն չի կատարել միջազգային կոնվենցիաները, այլև շարունակում է խախտել դրանք։ Նախորդ տարի ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհուրդը Քիշինևում Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման ընթացքում քննարկել էր նաեւ Հայաստանի բնապահպանական հասարակական կազմակերպությունների բողոքը։ Քննարկման արդյունքում կոմիտեն կազմել էր մի փաստաթուղթ, որտեղ ամրագրվել էր Հայաստանի կառավարությանը 3 հիմնական բացթողումները ու տրվել որոշակի առաջարկություններ դրանք վերացնելու ուղղությամբ։ Մինչ հիմա Հայաստանի կառավարությունը անտեսել է կոմիտեի եզրակացությունը, ասում է փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք դատական գործերում հանդես է գալիս որպես Թեղուտի պաշտպանության խմբի ներկայացուցիչ։ Մեր կարծիքով դատարանները պետք է անվավեր ճանաչեին բոլոր այն որոշումները, որոնք բխում են այս խախտումներից, չէ՞, որից հետո այս process-ը սկսվի նորից եւ ավելի թափանցիկ։ Փաստաբանը նշում է, որ Հայաստանի դատարաններն ու կառավարությունը պետք է անվավեր ճանաչեին Թեղուտի հանքշահագործման ծրագրի հետ կապված բոլոր որոշումները, այդ թվում հանքշահագործման արտոնագիրը։ Ունենք այլ որոշում, որը վերաբերվում է, ինչպես գիտեք, ուրանի այդ հանքավայրերի հետախուզման։ Այդ որոշումը նույնպես կայացվել է մեր եւ ներպետական օրենսդրության եւ Օրհուսի կոնվենցիայի խախտմամբ։ Օրհուսի կոնվենցիայի Հայաստանի ազգային համակարգող Այդա Իսկոյանը սակայն գտնում է, որ Հայաստանի կառավարությունը լուրջ բացթողումներ չի կատարել ու կոմիտեի առաջարկների կատարման համար դեռ ժամանակ ունի։